Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը պատրաստ է, սակայն տարածքային հարցերը մնում են չլուծված։ Դավոսում նա ընդգծել է, որ խաղաղության համար թե Ուկրաինան, թե Ռուսաստանը պետք է փոխզիջումների գնան, նշելով, որ սա ամենաբարդ փուլն է բանակցություններում։ Reuters-ի փոխանցմամբ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն առաջին եռակողմ հանդիպումը կանցկացնեն Աբու Դաբիում։ Միաժամանակ Զելենսկին եւ Թրամփը Դավոսում մոտ 1 ժամ տևած հանդիպումը գնահատել են արդյունավետ, շեշտելով, որ պատերազմը պետք է ավարտվի։ Իսպանիայի հարավում մարդատար գնացքը բախվել է վերամբարձ կռունկին։ Վթարը տեղի ունեցել Մուրսիա նահանգում, կան վիրավորներ։ Իսպանիայի հանրային հեռուստատեսության հաղորդմամբ միջադեպի հանգամանքները դեռ պարզվում են։ Սա վերջին 5 օրերի ընթացքում երկրում գրանցված 3-րդ խոշոր երթուղային վթարն է։ Ավելի վաղ Կորդոբայում արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհվել էր 43 մարդ, իսկ Բարսելոնայում ավելի վաղ 1 մարդ էր զոհվել, եւս 37-ը վիրավորվել էին։ Դանիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն որևէ լիազորություն չունի Գրենլանդիայի հարցով Կոպենհագենի անունից բանակցելու։ Այս մասին գրել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պաուլսենը, անդրադառնալով Ռյուտեի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպմանը։ Նրա խոսքով Դանիայի կարմիր գծերը հստակ են եւ թագավորությունը պատրաստ չէ հրաժարվելու իր որևէ տարածքի նկատմամբ ինքնիշխանությունից։ Պաղեստինյան Համաս շարժումը համաձայնել է հանձնել զենքերը քաղաքական կուսակցության կարգավիճակ ստանալու դիմաց, հայտնում է Sky News Arabian հղումանելով աղբյուրներին։ Ըստ տեղեկությունների, Համասի ղեկավարության մի մասը կարող է լքել Գազայի հատվածը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ապահովելու անվտանգության երաշխիքներ։ Միաժամանակ նշվում է, որ Իսրայելը լուրջ առարկություններ ունի պայմանավորվածությունների մի շարք կետերի վերաբերյալ։ Թել Ավիվը հատկապես դեմ է Համասի քաղաքական դաշտում պահպանմանը, նույնիսկ զինաթափման դեպքում։ Իրանի Ռեյ քաղաքում իրավապահները ձերբակալել են անկարգությունների 100 կազմակերպիչների։ Քաղաքի ոստիկանության վարչության ղեկավար Հուսեյն Մաֆի խոսքով ձերբակալություններն իրականացվել են հետախուզական միջոցառումների արդյունքում։ Ավելի վաղ Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին տնտեսական դժգոհությունից, հետագայում վերաճել էին ոստիկանության հետ բախումների։ Ցույցերի ընթացքում հնչած կարգախոսները ստացել էին քաղաքական բնույթ, ուղղված երկրի իշխանության դեմ։